Որ Ռուսաստանը շարունակելու էր պահանջներ ներկայացնել Հայաստանին նաև հունիսի 7-ի ընտրություններից հետո ենթադրելի էր, նշում է քաղաքագետ Գոռ Աբրահամյանը։ Մինչև հունիսի 7-ը ռուսական մամլիչը ուղղված էր հայ ընտրողին։ Հիմա ռազմավարությունն ու վարքագիծը չի փոխվել, շեշտադրումների ուղղությունն է փոխվել։ Սպառնալիքները ուղղված են հիմա Հայաստանի կառավարությանն ու իշխանություններին։ Փոխվել են նաև հավակնությունները Ռուսաստանի։ Թրիպի ծրագիրը տապալել չհաջողվեց, գոնե պետք է փորձ արվի այդ ծրագրի մաս կազմել։ Ռուսաստանում հասկացել են, որ այս նախագիծը ոնց որ սկսում է շնչել, միսուարյուն ստանալ եւ կենսագործվել եւ կանգնելով այն փաստի առջեւ, որ ընտրությունների միջոցով չհասնելով իրենց նպատակներին չեն կարող ուղղակիորեն իրենց սատելիտ ուժերի միջոցով ազդել այդ process-ի վրա, փորձում են այդ խնդիրը լուծել գործող իշխանությունների հետ ճակերտավոր լեզու գտնելու կամ գործող իշխանություններին որոշակի բաներ թելադրելու միջոցով։ Ռուսաստանի փոխարտգործնախարարը շատ երկար բացատրում էր, թե ինչքան շահեկան կլինի Ռուսաստանի մասնակցությունը թրիփին։ Նախ այն, որ ռուսները Իրանի եւ Չինաստանի բարեկամն են, որոնց սրտով չէ թրիփը, մյուս այն, որ հայկական երկաթուղին կառավարում է Ռուսաստանը, իսկ թրիփի երթուղուն մոտ հարավային սահմանները նաև ռուս զինվորն է պահում, եւ վերջապես ԵԱՏՄ-ի հանգամանքը։ Սահմանապահների գործոնը այստեղ շատ մեծ ազդեցություն չունի, սահմանապահները ունեն շատ հստակ մանդատ, նրանց մանդատը սահմանների հսկողություն իրականացնելն է, ոչ թե հաղորդողիների նկատմամբ, ուրեմն անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնել։ ԵԱՏՄ-ի ռեժիմը ուրիշ բան, այստեղ կա իրականում խնդիր, եւ այստեղ Հայաստանի հարցը բավականին, Հայաստանի ընտրությունը բավականին հետաքրքիր է լինելու, որովհետեւ իսկապես պետք է հասկանալ, թե ԵԱՏՄ-ում գտնվելու պայմաններում ինչպես է ապահովելու նաև անկախությունը ինչ-որ իմաստով այս բանից, ուրեմն ԵԱՏՄ-ի այդ ռեժիմներից։ Հստակ նկատելի էր Գալուզինի խոսքերում առկա հակասությունը։ Մի կողմից Հայաստանին շտապեցնում են ընտրություն կատարել, մյուս կողմից Գալուզինն ասում է, թե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի, հետևաբար պետք է համակերպվի առկա իրողությունների հետ։ Ինչի է Հայաստանին կանգնեցնում այդպիսի ընտրության առջև, եթե ձեր խնդիրը ԵԱՏՄ-ի շրջանակ, ԵԱՏՄ-ի գործիքները կիրառելով վերահսկողության հաստատումն է այդ պրոյեկտի նկատմամբ։ Հետաքրքիր հենց ակցիան հենց այստեղ է, էլի, քանի որ դուք մնում եք ԵԱՏՄ-ի մեջ, ուրեմն եկեք ընդունեք մեր խաղի կանոնները, եւ ուրեմն մենք պետք է լիարժեք մասնակցություն ունենանք ձեր մոտ ուրեմն իրականացվող բոլոր այդ կոմունիկացիոն լոկացիոն պրոյեկտների մեջ։ Գոռ Աբրահամյանի համոզմամբ սա քաղաքական, դիվանագիտական եւ հոգեբանական ճնշում է Հայաստանի նկատմամբ ընդունելու ռուսական խաղի կանոնները։ Թե չէ խնդիրը Հայաստանին ԵԱՏՄ-ից հանելը չէ։ Խնդիրը այն է, որ Ռուսաստանը ստիպի Հայաստանին ասել, թե ԵԱՏՄ-ից լավ տեղ չկա, եւ մենք մնում ենք այստեղ։ Վստահ եմ, որ իրենք որևէ գործիք չեն կիրառելու Հայաստանի նկատմամբ, Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս հանելու ուղղությամբ։ Հայաստանի ղեկավարությունն էլ, կառավարությունն էլ կարծես թե այլ տակտիկա է որդեգրել, ասում են, եթե այդպիսի որոշում կկայացնեք, ուրեմն դուք եք կայացնելու այդ որոշումը, մենք այդպիսի որոշում չենք կայացնելու ինքնուրույն։ Հիմա գնդակը այս պահին գտնվում է իրենց դաշտում։ Եթե իրենք ուզում են ինչ-որ բան անել, ցույց կտան առաջիկայում, եթե այդքան վստահ են, որ Հայաստանին այս պահին այդպիսի երկընտրանքի առջև դնելը բխում է ԵԱՏՄ-ի շահերից, ուրեմն իրենք շատ արագ քայլեր պիտի ձեռնարկեն։ Եթե քայլեր կձեռնարկեն, մենք կհասկանանք, որ տրամադրվածությունը լուրջ է, բայց այս պայդրությամբ ես դրա ռեալ քաղաքական հիմքերը չեմ տեսնում։ Արտակ Հովհաննիսյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։